Ըստ այմ գրեթե բոլորս մտածում ենք ինչպես զարդարել տոնական եղևնին, իսկ որ ժամանակից ու որտեղից են գալիս ամանորյա ծառի զարդարման ավանդույթները։ Եկեք պատմեմ։ Մշտադալար փշատերև ծառը, ինչպիսիք են օրինակ սոճին կամ եղևնի, դարեր շարունակ թե քրիստոնեական եւ թե հեթանոսական ավանդույթներում եղել է ձմեռային տոները նշելու կարևոր բաղկացուցիչներից եւ խորհրդանշել է կայունություն եւ նոր կյանքի սկիզբ։ Հին հռոմեացիները եղևնին զարդարում էին Սատուրն աստծուն նվիրված դեկտեմբերյան տոնակատարության ժամանակ, որը ուղեկցվում էր խնջույքներով եւ միմյանց նվերներ տալով։ Քրիստոնեության տարածման արդյունքում ամանորի ծառ զարդարելու ավանդույթը ստացավ քրիստոնեական երանգներ ևս։ Այս դեպքում այն խորհրդանշում էր Եդեմի այգին եւ կենաց ծառը։ Եվրոպայում աստիճանաբար զարգացող Սուրբ Ծննդյան շրջիկ թատրոնները Փրկչի ծննդյան եւ կյանքի պատմությունը ներկայացնելիս հաճախ բեմին տեղադրում էին զարդարված ճյուղեր, ինչը մեծ հետաքրքրություն էր առաջացնում հանդիսատեսի շրջանում։ Զարդարված ճյուղերն ի վերջո ավանդական տոնածառի վերածվեցին Էստոնիայում գործող Սևագլուխների եղբայրություն խմբակի անդամների շնորհիվ, ովքեր պայքարում էին քրիստոնեական ավանդույթների տարածման եւ պահպանման համար, ինչի արդյունքում ձևավորվեց քաղաքային հրապարակում զարդարված ծառի շուրջը կրոնական զրույցներ ու միջոցառումներ անցկացնելու սովորույթը։ Իսկ Լատվիայի Ռիգա քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում կա մի հուշատախտակ, որի վրա գրված է, որ առաջին ամանորյա տոնածառը տեղադրվել է Ռիգայում 1510 թվականին։ Տոնածառը հրապարակներից բոլորիս տները մտավ բողոքական գերմանացիների շնորհիվ։ Պրուսական պաշտոնյաները, ովքեր տոնական ծառը զարդարում էին իրենց տներում, 1800-ականների սկզբին տարբեր պատճառներով տեղափոխվեցին այլ երկրներ եւ իրենց հետ էլ տարան այդ ավանդույթը։ Սկզբում տոնական եղևնին զարդարել են մոմերով, որի ավանդույթը կապված է Մարտին Լյութերի հետ, ով ըստ որոշ պնդումների 16-րդ դարում մոմերով էր զարդարել եղևնին որպես լուսավորության ու խավարի դեմ պայքարի խորհրդանիշ։ Բայց մինչ եվրոպաները կլսեին տոնածառի մասին, հին հայկական ավանդույթներում արդեն արմատացած էր ամանորին ծառ զարդարելու ավանդույթը։ Հին հայերը զարդարում էին ձիթապտղի կամ խնկի ծառ, որոնք խորհրդանշում էին ավարտից հետո նոր կյանք, նոր սկիզբ եւ հարատեվություն։ Ծառը զարդարել են մրգերով, հասկերով, նռնահատիկներով, արական ու հիգական տիկնիկներով եւ ընդեղենով։ Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ։ Այնուհետև ճյուղը տարել են եկեղեցի, օրհնել տվել եւ ամրացրել են տան կենտրոնական մասում։ Հին հայերի մոտ տոնածառի կողքին կար եւս մեկ, ավելի փոքր ծառ, որը կոչվել է չաթալ ծառ։ Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր, իսկ տան մեծ մամի մոմը մյուսներից պիտի տարբերվեր։ Այս ավանդույթները ժամանակի ընթացքում փոխվում են եւ կրելով եվրոպական եւ ռուսական ազդեցությունը, հայերը եւս ամանորին սկսում են զարդարել եղևնի։ Իսկ դուք մեկնաբանություններում գրեք տոնածառի զարդարման հին հայկական թե եվրոպական տարբերակն եք հավանում եւ հետեւեք Ռենեսանսին նոր բացահայտումների համար։